Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը Կերամա Մարացին հայտարարում է 25-ից 30% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված Հանսա եւ Կլուձի ընկերությունների ամբողջ տեսականու համար։ Հանսա եւ Կլուձի խնայող ծորակները Կերամա Մարացիում 25-ից 30% զեղչով։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Այս տեսքով, այս ձևով, ես իրար հետ գրկախառնված գնացեք ձեր ցավը։ Ես բարի ճանապարհ։ Ես քեզ լավ զգացիր, որ ձեռս գցել էի ուսի։ Իրենը, մխոջան, ինձ դուր է գալիս ապեր։ Ինչ են կարել, որ սեզ լևել ես, ամոչ չի արա։ Մի թեթև տպինք էլի։ Դու այդ ֆիրման էլ չես եղտա, դիգ ես արկել եմ եկեզի։ Դու ես իմ փոխարեն որոշումներ կայացնում ինաս։ Սգեմ բացառիկ դեպքերից որ ես պիտի որոշեմ։ Դե որոշի։ Դու քեզ հիմարը որոշ է, դու քեզ հիմարը որոշես, ես ինչ որ կուզեմ կենեմ, տեսնի դորից ինչ կստացվի։ Այսօրվանից սկսի բզբզալ։ Հենց քեզ արդարացրեցին, ուրեմն քեզ գործի կվեկալեմ։ Եթե չի ախպերս, ուրեմն ջանացալ, ինչ ասեմ։ Արջ չկա։ Ախալ Արամ ջան։ Համբարձում ջան, հասնում ենք մեր տները ստե այ ախպեր։ Հա բայց ախր ես 10 րոպեա գնում ենք հələ չենք ասել։ Արա մերնեմ սրտիդ, որի մեքենան փչացած չլիներ, հաստատ քեզի նեղություն չի տա։ Ամեն օրս արև ու շատ եմ ուրախացել, որ քեզ տեսել եմ, կարոտել էի ախպերս։ Հա ես էլ, բայց դե ախր հեսա ինձ խաունտից կարող է տագնապ տան, Այ ախպեր, հանգիստ եղի էլի, բա դու էդ տղեն ես, որ ինչ-որ մեկից վախենաս, կասես ընդմիջման ես դուրս եկե, թե ձեր մոտ ընդմիջում չկա։ Չէ, մեր մոտ ընդմիջում կա, բայց արդեն արել պրծել եմ, Կասես ահավոր սոված ես էլ է։ Արամ ջան, արի կլնի ցավը տանեմ, մի հատ տաքսի բռնի դու գնա էլի։ Արա ինչ տաքսի, այ հմբո ջան։ Հեսա հասնում ենք, ամեն վատը իրար հետ քայլելը վետում ենք այ ախպեր, քե։ Արի, ես քեզ կօգնեմ, արի։ Ապես սիգարետ մոռացա առնեն, խանութն էլ եսա, մտնում եմ առնեմ էլ եմ, սպաս ինձ իսկ է։ Գծուցիկն ով է բա։ Գծուցիկը պարոն Արևշացյանի ծանոթի տղեն է։ Բա ինչի չի եկել։ Դե հիմա ապեր ինքը Ռուսաստան է թռել, ախպերն է էլի տեղ աշխատում։ Ախպերն է տեղը, թող ախպերը կար, չէ, իսեք այն ծանոթանայինք։ Մնացածին տեսար Մելո ջան։ Հա, ասեք կա։ Լավ։ Գնաց էսի արա։ Ալո։ Կարապետ ջան, ապեր մեր նոր պատասխանատուն ուզում է քեզ տենը։ Էդ ով է։ Մեր Մելոնն է ապեր։ Մելոն ով է։ Մելոն։ Ապեր ասեցի, մեր նոր պատասխանատուն է։ Մեզ էլ էս թագավորը ախպեր է գալիս էլի։ Ուզում է տենը, թող գա տենը։ Մելո ջան, ապեր ասում է ուզում է տենը, թող գա տենը։ Տոլա։ Ալո, Կարապետ, Մելոն է, արի օֆիս ծանոթանանք։ Ուզում ես ծանոթանաս ապետ, ես եսա տեղ կասեմ կգաս կծանոթանենք։ Տեղը ես եմ որոշում, Կարապետ։ Էդ ոնց եղա, որ ասենք բան էլի դու պիտի որոշես արա։ Դու արամ ոդիցդ գլոխ ես այդ տեղը։ Այդտեղ գալիս եմ այդ տեղը,
Что? Սիգավ է вообще։ Բա Մելո ջան, դու գիտես ապել մենք սրանց ձեռը ինչեր ենք քաշել։ Եղի լավ որ սաղ իրանց խանութների ապրանքը ես ու Գագոն ենք տվել։ Դու շատ իզուր եք եղել։ Հաշ ջան են հմբոնուրա։ Մենք էլ ենք իրան ման գալիս։ Արելի խփես դրա դիոդները։ Ասի մտնեմ խանութ մի քանի հատ բանման կառեմ, սիգարետա բանա, հելա տենեմ չկա։ Այդ ձեռը դրա լիքը վեշ կար։ Կարող համար բան ունենաս։ Չէ, այսօր առաջորն է եկել աշխատանքի, ոչ մի համար էլ չի թողել։ Բա տան տեղը չգիտես։ Չէ, չգիտեմ առաջորդ։ Այ քեզ բան արա։ Ես ինչ անեմ արա։ Ինչ ձև ես հետս խոսում։ Քեզ իսկական։ Դու ինձ ասես, այդպես մեկը չի ծնվել ոդասի։ Հələ հետ եկեք գրե։ Արագացեք։ Ու շուտ ուտեք սենյակ։ Համեցե, արագացեք։ Յա։ Դու կլինի որ կրիչան ես, արա։ Հեկալու։ Մի կողմից էլ մեր համար լավ է, բայց որ Մելոն եկել է գիտե։ Ախպերս բա ճիշտ ասում։ Բա պատասխանատու է, չկան չի որ ծանոթանանք։ Վլամջան, մենք էլ ենք ծանոթության եկողմ, ու այդ կապակցությամբ իրան ալաչարկեցին գա, սիդուն ակուլատնի միտեղ նստենք ծանոթանանք։ Էդի ձև չի կարո ջան, մերնեմ սրտիդ։ Մոմենտ չի էդ, որ պատասխանատուն կանչում է ծանոթանալու համար։ Մոմենտն էլ դու գիտես ես տեղ ինչ էի արել։ Բա ես էլ եմ ասում էլի։ Մելոնեն կարգի տղա է, ջոկող, քտածակով։ Ու ես վաբշե չեմ հավատում, որ ինքը մեկին նեղացնի։ Վլամջա, խոսքի մենք այդ տղեն չենք էլի, որ մեր հետ տենց խոսան, մունաթով բան կանչեն, ասենք, մենք էլ թլի վլի միջեպուլի պես վեր կենանք գանք։ Քեզի նորմալ ծևի ես վե։ Ախպերես, պերեբիվատ մի արա։ Դեմբես բաներ սար ու իրականության հետ բռնե։ Ոնց, ես ուզում ես ասես, որ մենք օթոտ խոսացել ենք, հա։ Կարող վերջազու այդ տղա, իա։ Մի րոպե էլի։ Արա մի րոպե չկասում, վերջազու իա։ Տղա ջան, ինքը քո պատասխանատուն է։ Այն ինչ որ ես պիտի ասեմ, ինքն ասում, ինչ տարբերություն։ Լավ էլի Վլամջան, մեր համար հանգիստ աշխատում էինք, ինչ մի պատասխանատուի մոմենտ խալնեցիք։ Լսի կարո, ախպերս, բաներ կա որ դու չես հասկանում։ Եթե այդ պատասխանատուն պետք չլներ, ուրեմն մենք պատասխանատուի հաստիկ չէինք ունենա։ Նշանակում շատ պետք է այդ հաստիկը որ ունենք։ Իա։ Հիմա վերկաց գնա, որտեվ Մելոյի հետ ես շատ կարևոր բան ունեմ խոսալու։ Հա, բայց ես էլ իր հետ մի երկու բան ունեմ խոսալու։ Այդ տղա, դու իր հետ ընդհանրապես բան չունես խոսալու։ Վերկաց գնա։ Իա։ Դուրս կսպասես ու կամ կխոսանք։ Դու չսպասես, որ պետք է լի ես քեզ հետո կանչեմ խոսանք։ Այս ինչ կրակ ու պատիժ էր արա, այս որտեղից հայտնավ իմ գլխին։ Իա։ Խոսքս իշեր պարոն Արեշյա ջան։ Ամիս մեդոսիկ ամենալավ առաքիչը կերնի։ Հաստատ։ 100%։ Ամե բանմել։ Այդ համոկագույց որ ապրանք են կողցել։ Եկեք կեղնի վաճառքի քներով չաշվենք իրանց վրա։ Նորմալ փակվին հիմի մենք պետք չէ որ աշխատող կորցնենք։ Մելո ջան, դու գիտես որ ես քեզ լիովին վստահ եմ, ախպերս։ Ոնց գտնում ես ճիշտը, տենց էլ արա։ Վերջացավ։ Լավ է։ Լավ է։ Բայց տակը մի հատ սենց բան է ուզում։ Այստեղ աշխատել է Ծովակ Տիգրանիչը։ Բա տենց շատ վատ չի լինի։ Բա շատ վատ է էլի։ Ուզում եմ ասեմ նստապահորություն չլինի, որ էլ Տիգրանիչը չկա։ Իսկ Սևլենտ չկպցնենք։ Արա ստեղ են ինչի չի պատասխանում։ Սևլենտ էլ կարելի է կպցնել, ինքը սև գույնը շատ է սիրում։ Հա, Կարմիտ։ Ուր ես համբարձում։ Էսա գալիս եմ, ապեր։ Ես քեզ չէի ասե կլինիկայից հետո կգնաս խանութ։ Իմ հաշվին բան ես անում։ Են քաջիկին էլ գտի ասա թող գա։ Յա, եկար ախպեր ջան։ Եկել եմ վերջերս աղոթում։ Թող մնա էլի ախպերս։ Ոնց որ ասած ուզում եմ ես մասը լինի քո տուն թանգարանը։ Սա արդեն սենց, հա։ Всё, էլ գոյություն չունեմ քո համար, Կարմիտ։
Արա նա ատուրի թե քեզ այսքան խորը ճանաչել եմ։ Ձյապիկ դու ինձ սխալ հասկացար ախպերս։ Ես էս ամեն ինչը արել եմ, որ հավերժացնեմ քեզ։ Մի հատ է քար բերեիր դներ սեղանին, որ այնալ ծնվածս մեկ էս կլինիկայից դուրս գալու ամսաթվերը գրեիր, պարծանեիր էլի։ Ո՞նց կասես։ Լավ է, արա։ Նեղացրինք մեր աղբորը։ Չէիք կարում այդ քարի մոմենտը մի քիչ շուտ անեիք։ Իկով, եկա։ Մելոջան, Տարայքն կանաց։ Մելոջան։ Այդտեղ խոխելար չեք ծոյի։ Չեք կարա Մելոջան։ Դու չեք կշվեի հանտվեք մեի։ Մելոջան, ես ինչ ես արել դու, այ թանկավոր ջան։ Դու ոնց Արևշատյանին համոզեցիր ջիգար, որին գողացած ապրանքը մեր վրա վաճառքի գնով չհաշվի։ Ես զարմանում եմ, ապեր։ Արա ձեզի չսին որ ձեր պատասխանատուն Մելոն է, ուրեմն դուք ուրիշ պրոբլեմ չպետք ունենաք։ Մելոջան, մեռնեմ ես քո ջանին, եկած չեկած էս ինչ բարեփոխումներ արիր, ապեր։ Քտոք, ես որ խելոք պայես ավելի մեծ բարեփոխումների ագանատես կեղնես։ Վերջ թագավոր ապրած կենա, սրանից հետո ոնց ասելը տենց հալում ես, տե ապեր։ Դե գործերիդ նայր։ Ես քո կյանքին մեռնեմ։ Այ, Մելոյի պես տղա էր պետք ապեր, որ Արևշատյանի հախից գար։ Ես ինչ է ամբարձում։ Տարբեր բաներ են, էլի, գինի է։ Բա ինչ ես բեր էստեղ։ Բա հոդուսը չէի տողել։ Արի սենց տա մարցը։ Էս ումն է։ Արամին ապեր, մխոն գիտի իրա։ Բա ինչ ես բեր էստեղ։ Հա հոդուսը չէի տողելու։ Արի սենց տա մարցը։ Արամի առևտուրը քո մոտ ինչ գործ ունի։ Հայ ես էլ էի հենց իրան հետ ասում։ Արա հերիքա քերես, ասում եմ Արամի առևտուրը քո մոտ ինչ գործ ունի։ Հապեր, ոնց որ ես քշելով տանում էի իրանց տուն առևտուրը, ճամփին մտա որ սիգարետ վերցնի, այդ պահին դու զանգեցիր, ասեցիր թափով արի, ես էլ ոնց որ թափով եկա էլի։ Բայց ես ասեցի մենակ դու արի, արա թափով։ Հե մենակ ես եկա էլի։ Ես էլ քանի որ ձեռս էլ բերեցի որ չգողանան։ Համբարձում։ Դու ով ես։ Հապեր, բայց դու ինձ ասեցիր շուտ արի, չէ։ Համբարձում հիմա որ զանգացել էի ու դու սուպերմարկետում ըլնեիր։ Պետք է սուպերմարկետը վեկալեիր հետդ բերեիր արա։ Սրանք տար թափով ու հետ արի ու մենակդ հետ կգաս։ Հապեր, էլի ես մենակ կգայի, ուղղակի որ դու ինձ ասեցիր թափով, ես ոնց որ վտայեցի որ ոնց ասեմ։ Համբարձում գնա։ Են թղթերը սուր դրեցի։ Հետևն է, պարոն Արևշատյան։ Հետևը։ Հա։ Էս ինչ է վրեժ։ Հայդա, էս ինչ արա։ Որը պարոն Արևշատյան։ Որը պարոն Արևշատյան։ Ասում որ արա։ Վրեժ։ Էս որը։ Տաքսու նշանա ցավը տանեմ։ Քո արա։ Արա ես ասում եմ, չէ՞ որ սա տաքսիա քշում, արա։ Արա ես ինձ ասում եմ, վրամ, էս տաքսիա քշում, վրամ հավատացան, սա գլխի տոյին է խաղալու։ Ես ասում եմ, չէ՞ ասում եմ, Բայց չէ, պարոն Արևշատյան ջան, ցավը տանեմ, էս տղեկինն է, ուղղակի տվել էին, որ տայ մի հատ ուրիշ տղեկի էլի փոխանցեի, ցավը տանեմ։ Բայց դες ինչ ես խոսում, արա։ Արա ինչ ես բարբաջում, ինչ ես մնջում, հա։ Ցավը տանեմ, ախր էսի հոգ գազով չի որ ես տաքսու տակ քշեմ, ախր ձեր չի տա, չէ։ Ուսրանայլը, արա որ գազոլն է պի տաքսու տակ քշեիր, հա։ Իհարկե ոչ, ցավը տանեմ, ուղղակի նեղվում եմ մի տեսակելի, որ չեք հավատում, ես ցավը տանեմ, ախր արա ես ես մեքենայի մեջ ինչն եմ որ դու։ Արա ես դու արա ես քո արա հասկանում ես որ քո ես վարվելակերպով ինձ մի օր ինֆարկտի կհասնես, այդա։ Այն աշխարհը կտանես։ Վայ, մեռնեմ սրտիդ, պարոն Արևշատյան ջան, ցավը տանեմ։ Ախր հասկանում եք, ես չեմ կարա ձեզ խաբեմ։ Ախր եթե ես խաբեմ, գիտեք, մի տեսակ ցավը տանեմ, վշտից կմեռնեմ, պարոն Արևշատյան։ Արա, ուրեմն դու այնքան ամոթ ամուր չունես, որ
Այսքան բան ես խաղում գլխիս ու մի հատ պաչում ես, հա։ Արա մի օր կտամ կծկվես այս բարմի սախարը վերանս կեցած, հա։ Այն կամերան էլի գրնես մեքենայի մեջ։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Դու հասկացար ինչ եմ ասում։ Հա, պրոբլեմ չկա։ Արա դու ես ինչ տիպ ես, արա դու ես քո արա։ Հարմարավետ տաքսին 182-ի։ 182-ը կապի մեջ է։ Կարող ես պատվեր վերցնել 182։ Այո։ Հանջան։ Մռուշ, ուր ես։ Փողոցում։ Կարաս մի քանի րոպե ինձ նվիրես քո ժամանակից։ Հա ոչ չեմ կարա։ Դե մի հատ տեղացեմ արի էլի։ Հանջան, բայց ես հիմա չեմ կարա, ձերս վեճ կա։ Դե լավ տեղը տասա ես գամ։ Հիմա դու ինձ շատ ես պետք։ Լուրջ։ Քաջիկ։ Ինչի՞ չես եկել գործի։ Ես չեմ ուզում քո մոտ աշխատեմ։ Կարող է երեք որ տպեցին եղացար ինձանից։ Ալավ է։ Ալավ արա մի քիչ տղա եղեք։ Պետք էր որ տպեցի։ Անկապ տեղը չեմ տպել արա։ Էլի դավայ բաց ինքդ հակի ու արի, շուտ արա։ Ես հիմա ի վիճակի չեմ։ Արա մենք ի վիճակի ենք որ եկի աշխատում ենք։ Դավայ արի շուտ արա։ Արի մի հատ պաչիկ անեմ։ Մռուշ ջան, այս սոֆայի հեռախոսն ամոռացել է մեր տանը, որ խնդրեմ կտանես իրանց տուն։ Ուղղակի ես այնքան գործ ունեմ։ Հա։ Հա բայց Անջան, ախր ես էսի գոնե տանեմ։ Հասկանում եմ, որ քեզ ահավոր վատ դրության մեջ եմ դնում, բայց դե ինչ արած շատ գործ ունեմ։ Այ որ երեկոյան ազատվեմ, կհանդիպենք։ Լավ։ Լավ։ Դե ես գնացի Մռուշ ապրես։ Եկեր, նստի տենամ ինչ ալ ինչ ես տխում։ Մի տեսակ ես, հա, ոնց որ գարբիտներ զանգի ասում, քաջիկը տրամադրություն չունի, չի ուզում գործի գա։ Ես էլ ստենից տրամադրություն բարձրացնողն էի, էլի։ Կարող է որ իրեք քեզ քացուտակ գցինք դրանից ես նեղացել։ Դու իմ տեղալներ չեն նեղվի։ Բայց ամոթ քեզերը ոնց չես ամաչում իսկականից։ Ես քեզանից հեչ չի սպասում, գիտես։ Հələ ուրեմն մենք տենց ադուշի քեզ քացուտակ գցենք, դու դնես հոտ ես, հա դրանից այսօր։ Ոնց։ Բա ուզում ես շնորհակալություն ասեմ։ Հələ։ Բայց քո ասածը ինչ էր, որ քո հետ ոնց վերաբերվենք։ Մորս պայծառարև մի հիշեցերը, հա։ Թե չի կարող այրեգվա ջաղթ ու փշուրը կրկնվիս թե։ Ես որ չասեի ռենչոին հավանել եմ, հետո էլ ասելու էր ինչի չասեց։ Ես որ էլի շարունակում է, արա քաջիկ, վсё։ Էլի թեման մի շարունակի ինձ էլ մի տանի վրդովմունքի, արա։ Դու իմ քվորյագին չես կարա հավանես, արա, ջոգում ես, չի կարա տես բանելի։ Բայց որ եղել է, ոնց ասեմ չի եղել։ Ինձ քո սխալն էլ էտը, որ եղել է, պետք չլեր։ Ոնց էր դու գիտես ինչ ունիմ քվորնյակն, հա, ունենց զգացմունքներ ես ունենում, հա, իր հանդեպ։ Հա, բայց որ քո քուրն է, ասենք։ Արա քաջիկ, վсё, էլի շարունակում ես, արա։ Վсё, փագի թեման, բացավ։ Յա։ Ես քեզ իսկան վաղտ վաշտեցի եմ ընդունել, արա։ Դու եկի ինչեր ես ասում, ամուր չի բա։ Քաջիկ ջան, ապի ջան, չի կարա տես բանելի, էդի կամաս քո մեջից հանի, ջնջի, թե չէ որ ես ջնջեցի, շատ ցավոտ կլի,
Ախր ինչի համբարձում ջան, ինչ ես այսքան ծախսարել։ Հա Նատաշա ջան։ Ո՞նց եք։ Բարի ո՞նց ես։ Ասում եմ քեզանից է կախված։ Հա։ Դե ես ամեն ինչ արել եմ, որ ինքը շատ լավ լինի։ Ապա Դե այսօր 3 կիլո դրապրանքից արդեն ծախել ենք։ լուրջ ես ասում։ Ինչ ասում եմ։ Վարուժը ասում է այսօրվանից ձու եմ խմելու, որ վաղը սահուն երկեմ քո համար։ Դել մի սկսի էի։ Ռուստուն, բայց մի խնդրանք ունեմ։ Ասա։ Կլինի մեր տանը երկի, մոմոն էլ է շատ ուզում լսի։ Հա ինչի՞ չի լինի։ Հա, դե սպասում ենք։ Այսօր։ Լավ։ Ինչը լավ է, ինչ ասում։ Լավ, դե եկեք։ Լավ։ Հիշում ես չէ ինչ ենք պայմանավորվել։ Որ օրը քանի կիլո մեր ապրանքից ծախեն, այդքան պիտի երկենք։ Բա ինչ էր ասում այսօր, բանի, այդ ի՞նչ է։ Այսօր պիտի երկենք։ Ու իրանց տանը։ Բարևն է, կետ էր մնում։ Հա, չէ, դե դա անհնար է։ Կարող է ամեն օր գործից հետո պիտի գնանք իրանց տուն երկենք։ Մեզ դա սազական չի։ Ախպեր մարդիկ իմանա խայտարակ կլնենք։ Սպասի։ Հարաշտուն ջան։ Նատ ջան, վարուժը մի քիչ լավ չի այսօր։ Կլինի չգանք։ Ինչ ա եղել որ։ Սիրտնա։ 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 Ծակումա հարաշտ։ Նույնիսկ ծակծկում է։ Ոյ մեռնեմ ես դրոջոնին։ Երևի շատ ահա ջղայնանում։ Դե պարապությունից այնքան է ջղայնանում գորգորում։ Հոբի է դարը մոտը։ Լավ Ռուստուն ջան, դե թող այսօր հանգստանա։ Եղավ Նատ ջան։ Վերջ ապեր։ Հա, ին վրա բոցեր անելը քո մոտ հոբի է դարը արդեն։ Դե մենք էլ տենց ենք ոնց որ հոբավատ լինի։ Հոբավատ։ Հոբավատ ապեր, հոբա։ Այլս ես հմբոն ինչ տիպ է, մտածել է առաջին անգամ եմ այդտուն գալիս ու լիքը բաներ հետը բերել։ Էլ ձետ, էլ կարակ, էլ միս, էլ հավ, լիքը։ Հնարավոր չի։ Վայ, ասում եմ քեզ սուպերմարկետի սայլակով մեր տուն էր եկել։ Սով որ ես իրան տեսա որ հեռախոսդ փոխանցեմ, ինքը արդեն այդ սուպերմարկետի սայլակով էր։ Ուզում ասեմ, ինքը ձեր տան համար չէր այդ բերել, աշկիս իրանց տան առևտուրն է։ Լավ, բա ինչի բան չասեց։ Սիմ երևի ամոչել է, ամբոն է էլի։ Հեսա կիմանա։ Արա։ Արամ ջան։ Ուր թռավ ըմբո։ Բայց ես չեմ թռել, ապեր։ Ուր է առևտուրը սմբո։ Քո հետ ենք արա։ Խոսա ապե։ Հարամ ջան, մի հատ է կառնես։ Սնդել արա այստեղ են։ Լավ չես ապե դու։ Չէ, լավ եմ, Հարամ ջան։ Բա որ լավ ես, չես դուրս տալի հմբո։ Ուր է առևտուրս։ Ես ասացի ապե մտնում եմ 2 րոպեով սիգարետ առնեմ էլ եմ, ուր թռար հմբո։ Ապեր ջան, որ ճիշտ ասեմ, հենց ոնց որ պատմության մեջ են գա, հիմա ասեմ դու էլ չես հավատա, ոնց որ դուրս եկա կարմիտը միանգամից զանգեց, ասեց Հմբո։ Քեզ ասում եմ ապե, հենց մի գնում ես աբրանքը բերում ես մեր տուն։ Հա բայց ցավատան եմ ես, հիմա չեմ կարա բերեմ այդ աբրանքը, ախր էդի սոֆայից տունն է։ Սոֆան ով արա։ Հանուշիկի ընկերուին։ Ձեր առնում արա մեզ։ Հմբո։ Քեզ ասում եմ հենց մի գնա աբրանքս բեր մեր տուն, մռուտդ կջարտեմ թե չէ։ Գնաս էի։ Արա, ձեր նմաններից ոնց վարվես այ ախպեր։ Մի հատ էլ փորձի։ Չէ դե ինչ փորձեմ, մեկը հեռախոսը անջատած է։ Դու ձերն զանգի ասա, որ հանկարծ այդ ապրանքին ձեր չտան, մինչև ճշտենք։ Совершил большую ошибку. Долго не мог найти этот маячок. Зато на вас он вывел быстро. Ты попался, Торетто. Требись меньше. Վարուժ բարգի։ Ինչի՞։ Վալերին Նատաշան եկել։ Բարգի։ Դուրը մի բացի։ Վարուժ բարգի։
Ես անգամ կտանամ պարկած ես իմանես, ման կթողին կետա։ Ես ի՞նչ այլ եմ մեր վարուժ աղբուր։ Կամանց, լավ չի, մտեք։ Վարուժ, ոնց ես քեզ զգում։ Ծակում այլի։ Շունչդ կտրվում աղբեր։ Քեզ հանգիստ է պետք։ Սաղորը նագրոսկայով աշխատում ես։ Ուր մի բան կանենք, անենք, տղեկին բեմ հարցացնենք, մի անգամից պարզնենք այս դահդուցավից։ Դու էլ մենակ խոսում ես։ Այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չես անում, Վալերի։ Նատջան լավ մի բան ասեմ, էլի ներող ունենք տղեկ։ Գնացին, մի օր ինչ բերին գլխներիս։ Դու հանգիստ պարկ է, ես հեսա մի բան կանեմ կցնեմ իրան։ Կարող պետքա բժիշկ կանչենք։ Ես հիմա բեր։ Ախր սիրտը մեծ բան է, հետը խաղանել չի կարելի է։ Դե տեսնենք հենց վատանում է, նոր կկանչենք։ Լիքը լավ աղբերներ կան բժիշկ, կանչեմ գան մի հատ նայն ձեռս չէ դա այստեղ են։ Դե ես քեզ կասեմ, հենց պետք լինի կկանչես, լավ։ Դարքնա։ Հիմա վարուժից մենակ հանգիստ է պետք։ Աչքը հետ պակիս ակ տեսնես ոնց ես հանգստանում, լավ։ Օ քամի քամի պոկիր իմ սերն առան ցավի հետո համբյուրիր բլոկված կեղևը ծառի թող վերքը ցավ չպաճառի ծառին թող ցավ չպաճառի թող վերքը ցավ չպաճառի ծառին թող ցավ չպաճառի Նաջան ինձ թվում է այդ երգից ինք ավելի աջակայնանում Դու ինչ ես ասում այ ախպերելը դեմքը նայտես ոնց է դինջը ծևի մի կանը Հիմա որ մի քիչ է երգեմ չէ ֆրազ կքնի գիտեք Ախ գոնելած եղիր դե թեկուս ձայն հանիր բայց այդպես մի նայիր բայց այդպես մի նայիր Ոնց էր վրամենց մոտ Լավ էր Խճոն էր զանգե Կարելի է խնդրել որ էստա իրանց մոտ աշխատեի Խճոնոր չզանգեր երևի պես կգոյնե կավադայի Կավադայի որ ինքն ինձ պես կուզե խճոյին պատժե Ոբշեմ ինչ որա Պրոստը լավ չեղա որ մինասը ներվավ Մինասը գալու ես քանի օր Այսով էցա Բո Մելո ջան, ցավը տանեմ, ապեր ես։ Մի բան արա էլի ես, արա մեկ էլ չոքելա բգից, ցավը տանեմ։ Արել ես, տեսնի ինչ է։ Աստղերը բացել են աչքերը ու նայում են ապշած մեր վրա մի սպանեք ձեր սերը դուք երկրորդը էլ չեք Նատելը մի րոպե Ոնց որ վատանում է Դե ում մոտ տես երկին չվատանա Հլնայ ոնց է դեմքը կծկվե Երկի թող տուլանա Մեր վրա մի սպանեք ձեր սերը դուք երկրորդը էլ չեք ունենա Աստղերը բացել են աչքերը Մի գոռա այ ախպեր Վախեցանք Ներվերս եք փորձում Մի գոռա Վարուժ ջան սիրտդ կվատանա Դու թող վատանա Սուս մնա այ ախպեր Սուս չեմ մնում Բայց ավելի լավ արտահայտվի քան մեջ գցի Ոչ ինչն է լավ է Արտահայտվի Վարուժ ջան Հերիքա կանտերս ուտեք էլի Ժողովուրդ ջան Ավելի ճիշտ կլինի դուրս գանք էլ ինք թողեք ինք հանգստանա Գոռա Վարուժ ջան բարձր գոռա Տենց կլավանա գիտեք որ գոռա
լինելու։ Ավելի լավ է դուք գնաք, ինքն է հանգստանա էլի։ Ոնց թողենք մեր աղբորը այս վիճակում այդանք։ Գեր հոգնածություն ամոթը։ Ահա որ ջղաձգված է։ Արի կողնի ամեն րոպե կարող է պրիստուպը բռնի։ Արամ բարի օր ուր ես։ Տանը, ինչ կա որ։ Խոսալու բան կա այդ քիչում։ Խոսալու բան կա, արի խոսանք ախպեր։ Մարդ չկա 10 րոպեից տեղը։ Եղավ ախպեր։ Գնացինք։ Հապեր, բայց հենց հարցնենք այդ ապրանքները, ասենք չկա էլի, ես հիմա էլ հավեր չունեմ, ամոթ էլի, այդ համետ աղջկան ասա։ Արա դու вообще սուս մնա է։ Դու вообще չէ պետք է Արամի ապրանքը տանես հասցնես իրանց տուն։ Դե հապեր ջան, ոնց որ ինքը խնդրեց, ես էլ չմերժեցի էլի, ասի հիմա տղա է։ Դե չի խնդրե։ Ինքը քեզից էլ է դուսարի։ Բարուժ արդեն քնել է, ես էլ եմ ուզում գնամ պարկին։ Հարստուն ջան, հեսա մենք սուրճը խմենք ու կգնանք, լավ։ Այս բանի վրա վիզես ցաված։ Գնամ Պրաշտունի կողքը մի քիչ պարկի։ Լստուն, վարուժը չկա։ Ոնց չկա։ Ուզում եք անպայման որ Միրզոյանը զանգի ու շշպռի որ բան անեք, ցավոք բան։ Բանի չփոխնես։ Արես մեր, չփոխնես արա, չփոխնի։ Ինձանից չնեղանաք, բայց ես էլ մխոյի հետ ոչ միտեղ չեմ գնալ։ Այդ անումը նրա համար, որ դուք իրան փող տաք։ Այդ մխո։ Դու ես փչացրի սեղ։ Դու պետք է սարքես։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։